Ողջույն, Օրագիր Նյուզի եթերում շատ կարևոր թեմա ենք բարձրացնելու այսօր։ Ես լրագրող Կարմեն Մարտիրոսյանն եմ եւ զրուցակիցս մարդ է, ով իր ողջ կյանքը նվիրել է բանակին։ Իր նվիրումը ապացուցել է կյանքով, մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների, եղել է Արցախում բլոկադայի ժամանակ եւ մասնակցել է վերջին մարտերին։ Ռաֆայել, այսօր բարձրացնում եք բավականին լուրջ թեմա եւ խնդիրը իհարկե ինձ ծանոթ է, բայց ես կուզեի, որ դուք ինքներդ ներկայացնեք այս բավականին բարդ խնդիրը, որ առնչվում է եւ բանակին, եւ մարտունակությանը, եւ կոռուպցիային, եւ խարդախությանը։ Խնդրեմ։ Ես Ռաֆայելն եմ, նախկին զինծառայող, դեպի պայստազորում չեմ ծառայում, փետրվարի 2-ից։ Վերջից ծառայելուց վայրը եղել է Ղափանում հատուկ գործողությունների գումարտակ։ Պաշտոնը երևի չնշան։ Չէ, կարիք չկա։ Եկեք միանգամից խոսենք խնդրի մասին։ Նշեցիք, որ կան որոշակի քննություններ։ Հա, մեր հատուկ գործողությունների գումարտակում հերթափոխից 5-6 օր, 4 օր առաջ գալիս ենք ֆիզիկական պատրաստականություն, մարտավարություն, կրակային քննություն ենք հանձնում։ Այն մարդիկ, ովքեր քննությունը դրական գնահատականներով են անցնում, վարձատրվում են երկու փուլով 70 եւ 90 հազար դրամ հավելավճարներով։ Իսկ ովքեր չեն անցնում 70 հազար դրամ։ Հիմա դուք հանձնել եք քննությունը։ Իմ որ ժամանակվանից հրաման է եղել, մենք հունիս ամսից արդեն քննությունը տվել ենք միշտ, մինչև վերջել հանձնել եմ քննությունները դրական գնահատականներով։ Պիտի ստանայիք 8 ամիս 160-ական հազար դրամ, բայց երկու անգամ 90 հազար եմ ստացել տարեվերջում։ Եվ ոչ միայն դուք, այլև ձեր զինագիծ ընկերները։ Բոլորը։ Հետի մեր գումարտակի ամենավերևից մինչև վերջի շարքային պայմանագրային զինծառայողը։ Բոլորը։ Գումարտակի հրամանատարից մինչև վերջ։ Ոչ մեկը չենք վարձատրվել։ Բարձրացրել եք խնդիրը համապատասխանատյաններում։ Ի վերջո ուղիղ ենթակայության տակ եք եւ հնարավոր է, որ իրենք կարողանային լուծել խնդիրը։ Աստույգ չգիտեմ, բայց գլխավոր գերագույն հրամանատարին նամակ են գրել որոշ հանձիկ, բայց չգիտեմ իրանք ովքեր են, գաղտնի մնաց այդ ամեն ինչը։ Դա եղել է դեկտեմբեր ամսին, մինչև նոր տարի, 25 թվականի տարեվերջում։ Ճշտ ենք, հա, Փաշինյանի անունով նամակ է ուղարկվել Զորամասից, որ կա նման խնդիր, հանձնել եք քննությունը եւ չեք ստանում բարձրացված խոստացված աշխատավարձերը։ Մինչև այսօր երևի արձագանք դե չենք լսել, չկա ոչ մի բան։ Ձեր հաշվարկով ինչքան գումար պիտի ստանայիք, որ չեք ստացել։ Միլիոնից ավել։ Եվ այդպիսի մոտավորապես քանի հոգու մասին եք տեղյակ, որ կարող էին ստանալ այդ գումարները եւ չեն ստացել։ Մոտ 70-80 հոգի։ 80 հոգի կարող են։ 80 հոգի կեսը դրական են ստացել, մի մաս կեսն էլ բացասական գնահատականները, դե մի մասը պետք է ստանային մոտ 500-ից 600 հազար, մի մասն էլ միլիոն եւ ավել, ովքեր հանձնել են։ Ինչպես կարող ենք տեղեկանալ, որ այդ քննությունները իրականում դուք հանձնել եք եւ ստացել եք դրական գնահատականներ, կան համապատասխան փաստաթղթեր, որ պատրաստ եք ներկայացնել։ Փաստաթղթերը Զորամասը միշտ ներկայացրել է, ովքեր հանձնել են, ֆինանսական բաժինը ներկայացրել, որ վարձատրվենք դրա դիմաց։ Ովքեր ստացել են, իսկ ոչ ստացող երկու անգամ եմ վարձատրվել, չեմ ստի երկու անգամ ստացել եմ 90 հազարական դրամ տվել են ինձ երկու անգամ տարեվերջ։ Իսկ ինչու հենց 90։ Իսկ 70-ները չեն, պետք է 160 տային, լիարժեք տային։ Ինքը ասում են 2 երկրորդով եւ 2 երրորդով են վարձատրվում, այդ կետերը չեմ հիշում կոնկրետ։ Բայց էտա ստացել ենք այդքանը։ Ապրիլի 25-ից հրամանագրվել ենք որպես հատուկ գումարտակ եւ քննությունը սկսել ենք հանձնել հունիս ամսից։ Ես դրա համար հունիսից եմ հաշվում։ Փաստորեն իհարկե չենք հրապարակի, բայց դուք պատրաստ եք համապատասխան մարմիններին ներկայացնել ոչ միայն ատեստավորման կամ քննությունների արդյունքները, այլև բանկային քաղվածքներ, որոնք փաստային, որ չկա բանկային քաղվածք, ես կարող եմ կոնկրետ իմ բանկային քաղվածքը մինչև փետրվարի 5-ը։ Նրանից հետո չեմ վարձատրում, որովհետև զորացրվել եմ
պայմանագրից լրացել է, ցանկություն չեմ ունեցել շարունակեմ, որովհետև ստի մեջ չեմ կարում ես։ Բանակը իմ համար դա սրբություն է, դա պետք է լինի մաքուր։ Եթե չէ, ուրեմն չեմ մնում։ Բայց եթե Աստված մի ար ասե, վաղը մարտական գործողություններ լինի, կապ չունի ես բանակում թե չէ։ Ես պատրաստ եմ մասնակցել մարտական գործողությունների միշտ։ Ռաֆայել, հենց ֆինանսական խնդիրներ, որ որոշեցիք դուրս գալ, թե շատ ավելի լուրջ խնդիրներ կային։ Դա դրսևորված հենց այս ձևը, այսինքն կոնկրետ խարդախության դրվագը, թե կային ավելի լուրջ խնդիրներ, որոնց մասին կուզեիք նաև։ Հիմնականը դա է, դե չկա տենց մարդ ասի ֆինանսը հետաքրքիր չի, ես հանուն հայրենիքի ծառայում եմ, չկա, դա սուտ կլինի։ Առաջինը ընտանիք, հետո հայրենիք։ Մենք պետք է ընտանիքը կերակրենք, ապահովենք, հետո հայրենիքի պաշտպանությունը։ Եթե ընտանիքդ չկարողանաս կերակրես, ապա հայրենիքդ չես կարող պաշտպանես։ Հայրենիքը սկսում է ընտանիքից, օջախից։ Դուք բացառում եք, որ կարող է վերադաս հրամկազմը տեղյակ չլինել, որ նման իրավիճակ է, այսինքն կան մարդիկ, ում աշխատավարձը ստաբիլ նստում է ցածր։ Այս կոնկրետ այս քննությունների պահով, հա, բոլորինս էլ նույնն է նստը, բոլորիս։ Մենք մեկս մյուսից տեղյակ ենք։ Որովհետև մարտական դիրքերում ենք լինում, այդ գումարայինը նստում է տենում ենք, որ չնստավ այդ քննությունները։ Հիմա անցած փետրվարի 5-ին վերջնական պետքա վարձատրվեի ես։ Չնստավ, ասեցին մարտին է նստելու։ Դա էլ չի նստի, վստահ եմ, որ չի նստի, չի լինի։ Չգիտեմ, դա ամենավերևից է գալի, թե ներքին կուխնի է, ես ոչ մեկին չեմ մեղադրում, չեմ քաղաքականացնում, ոչ մի բան։ Իսկ որոնք են ձեր պահանջները։ Պահանջը արդարությունը։ Մարդիկ, զինծառայողները, ովքեր մեծամասնությունը պատերազմ են անցել։ Չի կարելի իրենց խաբել։ Դա առաջինը իմ անունից ու իմ մարտական ընկերներից, առակից ընկերների անունից եմ ասում։ Անունը չեմ շեշտում, բայց պետք է արդարություն լինի։ Իմ պատկերացրած խնդիրը հետևյալն է։ Տևական ժամանակ դուք բավականին ուժեղների խումբ եղել եք խարդախության զոհ։ Չի եղել ցանկություն միավորվել եւ միասնականորեն բարձրացնել խնդիրը։ Դե որոշ մարդիկ միավորվել են, մեր հակառակ հերթափոխը։ Իրանք են երևի վարչապետին նամակ գրել, անունները ոչ մեկ չգիտեն, չի հրապարակվել։ Միավորվելը սենց է, մենք ասենք սպասենք պատասխանեն, վերջնական տեսնենք ինչ է լինում։ Նոր ընդհանուր հավաքենք, բայց վերջնականը այդպես էլ չի լինում։ Չի լինում վերջնականը։ Մի փոքր կուզեի պատմեք ձեր կատարած գործի առանձնահատկությունների եւ կարեւորության մասին, որովհետեւ հատուկ կոչվածը մեր բոլորի պատկերացմամբ պիտի շատ կարեւոր լինի։ Հատուկ գործողությունների գումարտակը կայանում է նրանում, որ առաջնագից կանգնած զինվորին ամեն վայրկյան մարտական գործողությունների ժամանակ մենք հասնենք զինվորի կորցրած դիրքի հետ վերադարձնենք, զինվորի կողքին լինենք, մինչև մեզ էլ կհասնի հատուկ ուժայինները, ասենց ասած սպեցնազ, հատուկ ճոկատայինները, կա հատուկ ճոկատայիններ, կա հատուկ գործողություններ, գումարտակ։ Արագ արձագանքման գործողությունների Միանգամից մենք պետք է ուրեմն զինվորը 2 ժամ, երևի չի դիմադրի ավել։ Մենք էլ 4 ժամ։ Դա ռազմագիտական օրենքներով եք ասում։ Հա, ռազմագիտական օրենքներով։ Թե փամփուշտով, թե հոգեպես, թե ֆիզիկապես, քանակապես։ Նրանից հետո սպեցնազը պետք է հասնի մեզի օգնության, որ կազմավորվենք, որ մի արդյունք ստանանք, մեկս մյուսով ենք։ Հասկանալի է։ Մենք երկրորդ փուլային ենք, մեր գործով, մեր հատուկ հարցակողական գործողություններ են, մեր միշտ լինելու։ Գործրածը հետ բերենք, եթե չեն կորցրել, եղածը պահենք։
Որքան հասկացա, ձեր քննությունները էապես տարբերվում են մնացածների ինքը նման է նույն ատեստավորմանը, կապ չունի, նույն տիպի, նույն տեսակի, բալայինով, տարիքայինով, ըստ տարիքայինի, 3-րդ տարիքայինը 3 կիլոմետր է վազում, 5-րդ տարիքայինը 1 կիլոմետր է վազում, իսկ կրակայինը բոլորինը նույնը, հարցակողական, երկրորդուկողական վարժությունն է։ Հասկանալի է։ Ինձ հետ զրույցում դուք խոսել եք բազմաթիվ այլ խնդիրների մասին, որոնք հիմա եթերում կա դրա հնարավորությունը։ Կուզեք բարձրացնել, թե բարձրացնենք, խնդիր չկա։ Դուք չեք ինձ հետ զրույցում բարձրացրել, բայց կուզեի իմանալ նաև ձեր կարծիքը, որովհետև դուք կարծես կաշկանդված չեք արդեն։ Խաղամոլության տարածվածությունն է։ Արդյոք դա էլի այնպիսի խնդիր է, որ կարելի է մտահոգիչ համարել։ Շատ մտահոգիչ մարդիկ կան, իրանց աշխատավարձը տուն էլ չի հասնում։ Ինչպես լուծել այդ խնդիրը։ Դուք որ մեջն եք եղել ու կարող եք պատկերացնել, լուծումը որը կարող է լինել։ Լուծումը պետք է լինի կոնկրետ ընդհանրապես վերահսկողություն սահմանեն, որ տվյալ անձիկ չկարողանան ոչ մի տեսակի խաղի մեջ մտնել։ Տեխնիկապես։ Հա։ Շրջանցելու ձևեր չեն գտնի տեխնիկական դարը։ Դե շրջանցելու ուրիշի ակաունտով հեռախոս վերցնեն։ Կտրուկ արգելքը միակ ելքն է այս պարագայում, հա։ Էդի որպես հայ մարդ ցավում եմ դիմացինից, էլի իմ զինակից ընկերոջը, որ չեմ ուզում իր անքուն գիշերները անիմաստ տեղը գցի աղբարկը, նույնն է, տարբերություն չկա։ Ավելի լավ է դա մի հատ մուրասկանի նվիրես, քան թե համ հոգեկանը տա խանգարվում, համ էլ ֆինանսական կորուստ ես ունենում։ Եթե ամփոփելով մեր զրույցը փորձենք ձևակերպել ձեր պահանջը, ո՞րն է։ Առողջ, ֆիզիկապես եւ հոգեպես ուժեղ բանակ պետք է ունենանք։ Եթե ուզում ենք թշնամուն հաղթենք։ Ես թշնամուն ես չեմ ներում, ես չեմ հաշտվի իր հետ երբեք։ Կհաշտվեմ մի դեպքում, երբ որ իմ կորցրած ընկերներից հետ վերադարձնեմ, կենթանի։ Դե էլ անհնարավոր է, չեմ հաշտվի։ Վերադառնալով ավելի փոքր պահանջին ֆինանսական։ Ֆինանսականը, եթե արդարություն լինի, կարելի է ապրել բանակում ծառայելով, նորմալ, բավարար ընտանիք հետ պահես, եթե հավասարություն լինի, ծանոթ բարեկամ չլինի, ամեն մեկը արժան իր տեղը ունենա, նորմալ է։ Այսօր համեմատում ենք 20 տարի առաջվա բանակի սնունդը ավելի լավն է, կացարանները ավելի բարենպաստ են, ավելի լավ, պայմանները լավն է, պրոստը այդ մի որոշ բաներ կա, փոխվի, մեկ էլ զինվորի մարտունակության վրա աշխատեն։ Ամեն դեպքում մեր բարձրացրած, ի սկզբանե բարձրացած խնդիրը ձեր աշխատավարձերի հարցի առումով։ Ինչպես եք ձևակերպում ձեր պահանջը։ Ուղղակի ուզում եք, որ գումարը, որի համար դուք հանձնել եք քննություն եւ այդքան ժամանակ աշխատել եք, ձեզ տրվի։ Հա, մեր քրտինքը, մեր վաստակը խնդրում ենք մեզի հետ վերադարձնեն։ Տան մեզի, վճարեն մեզի, որովհետեւ մենք մուրասկանություն չենք ուզում, ավել գումար չենք ուզում, ինչը մեզ հասանելիք է եղել։ Շատ լավ։ Շնորհակալություն խնդիրը մեր միջոցով բարձրացնելու հնարավորության համար։ Հուսով ենք եւ անպայման հետամուտ կլինենք, որպեսզի խնդիրը պատկան մարմինների ուշադրության կենտրոնում մնա եւ լուծում ստանա։ Շնորհակալություն, կհանդիպենք։ Ես եմ շնորհակալ։